Փոփոխություն է կատարվել Գյումրիում բնակարանների գնման վկայագիր ծրագրի իրականացման ընթացքում վկայական ստացող անօթևանների թիվն ավելացել է 50-ով։ Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության անդամ է, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դեռ շարունակում են դեգերել Ռուսաստանի Դաշնության միգրացիոն սև ցուցակում։ Շարունակվում է առևտրականների բողոքը կառավարության շենքի դիմաց բողոքին ձև թիկունք դարձնել կառավարությանը։ Հակառակորդի տարածքը կարող ենք վերածել մի թեժկետի, որից ինքն էլ գլուխ չի հանի։ Սեյրան Օհանյանը մեկնաբանում է սահմանային լարվածությունն ու ամփոփում 2014։ Օրվա նորությունների ընդհանրացման պազդարարն է եթերում, բարև ձեզ։ Փոփոխություն է կատարվել Գյումրիում բնակարանների գնման վկայագիր ծրագրի իրականացման ընթացքում վկայական ստացող անօթևանների թիվն ենթարկվել է փոփոխության։ Այն ավելացել է 50-ով։ Բնակբաշխման այս ծրագրի առաջին փուլի ընթացքում վկայական ստանալու իրավունք ունեցող անօթևանների փաստացի թիվն հասել է 264-ի, նախկին 214-ի փոխարեն։ Դրական փոփոխությունը պայմանավորված է առաջին փուլին հատկացված գումարի ավելցուկով։ Մենք առել ենք տունը այս վիճակով, նայեք, ստեղ ինչ կան, փող է պետք, որ մենք կրնանանք այս զուգարանը, ոչ ունի տասկա, ոչ վանկա, լրիվ սվաղը բդրի ենենք, ոչ մետնախկա, իսկ սենք թե կարնենք պետական տները կուդային մեջ ամեն ինչ կար։ Տիկին Իվետան 88-ին կորցրած 3 սենյականոց բնակարանի փոխարեն բնակարանի գնման վկայագիր ծրագրի շրջանակներում հատկացված գումարով կարողացել է գնել 2 սենյականոց բնակարան։ Տունը գտել է քաղաքի ծայրամասում, գումարը չի հերիքել տանտիրոջը, տիկինը դեռ պարտք է։ Տվել ենք մեր 7 միլիոնը, բայց մենք 200,000 նորից այդ մանց պտի տանք։ Որ հերիք են, չհաշված մենք 3,000 երևի ստեղ ծախս ունենանք, որ լրիվ տագեն դուրս գանք։ Դոլարը թանկացավ, այդ 60% տվեցին, այդ կան
$100 առան, համ ես մեզ սենյակը կորցրեցի, համի պարտքով պիտի ես նորից իրան փող տամ։ 444 ընտանիք էր այս ծրագրի շրջանակներում ընդգրկվել, իսկ սկզբանե վկայագիր ստանալու իրավունք էր ստացել 214-ը բոլորին ծանոթացելուց հետո գումարը ավելցուկ է եղել և վկայական ստանալու համար Շիրակի մարզպետարան է հրավիրվել ևս 50 ընտանիք։ Ծանոթագրեր ուղարկել ենք 264 ընտանիքներին, 201 արդեն իսկ եկել են մեր մոտ, դիմից է վերցրել, գնացել են, որպեսզի փաստաթղթերը և ներկայացնեն։ Վկայագրեր վերցրած ընտանիքներից 176-ն արդեն ներկայացրել են ամբողջական փաթեթները, 167-ի հետ կնքվել են վկայագրերի տրամադրման պայմանագրերը, 39 ընտանիք արդեն գտել է բնակարան և այդ մասին տեղյակ պահել պատասխանատուներին։ 6-ի նկատմամբ ափսոս, որ մենք տվել ենք բացասական եզրակացություն, որովհետև դրանք չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում բնակարանի նկատմամբ ներկայացվող բանաստեղծական պահանջներին, մնացած 33-ի նկատմամբ տվել ենք դրական եզրակացություն, արդեն իսկ 18 ընտանիքներ կատարել են նախկու վաճառքը։ Իրանց տված 7 միլիոնը երբեք իրենք սենյականոց չեն կրնա առնի, ոչ թե մենակ ես, այլ լրիվ ժողովուրդ։ Մեղք են, թող ավելցնեն էլի, երկու սենյականոցը $20,000, դրամով չեն տա, լրիվ դոլար է, 20,000, 18,000, 22,000, heç մարդ չի կրնա առնի։ Գումարը շատ է, թե քիչ քննարկման ենթակա չէ, ներկապահին հատկացված գումարով բնակարաններ ձեռք բերելն է արդեն առաջնային վկայագրով անօթևանին տրվում է հնարավորություն բնակարան գտնել ինչպես Գյումրիում, այնպես էլ հանրապետության ցանկացած վայրում։ Երկու ընտանիք է բնակարան գտել քաղաքից դուրս, մեկը Վառնաձորում, մյուսը Երևանում։ Ծրագրի տևողությունը 6 ամիս է, այն կավարտվի օգոստոսին, նրանք ովքեր չեն կարողանա բնակարաններ ձեռք բերել, պարտավորված կլինեն վկայագիր հանձնել։ Նման ընտանիքները դուրս կմնան բնակապահովման ծրագրի այս փուլից և ստիպված կլինեն սպասել մեկ այլ ծրագրի կյանքի կոչմանը։ Իսկ այդպիսի անհեռանկարային իրավիճակից խուսափելու համար անօթևանները լավ շտապ են գտնեն բնակարաններ քաղաքի ցանկացած հատվածում։ Արմենուհի Մինասյան, Խաչատուր Գևորգյան ազդարար։ Ըստ տարեսկզբից գործող կանոնակարգի 2015 թվականի հունվարի 2-ից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում, այդ թվում Բելառուսում, Ղազախստանում և Ռուսաստանի Դաշնությունում աշխատելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից չի պահանջվի թույլատվական բնույթի որևէ փաստաթուղթ կամ պատենտ ունենալ։ Միևնույն ժամանակ
Եվրասիական տնտեսական միության անդամպետություններում օրինական աշխատելու և գտնվելու համար անհրաժեշտ է ունենալ գործատուի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիական իրավական պայմանագիր։ Որպես գործատու կարող են հանդես գալ նաև ֆիզիկական անձինք։ Գյումրեցի Սամվել Հակոբյանը 2013 թվականի սկզբներին է մեկնել Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի, վերադարձել է նույն տարվա դեկտեմբերին։ Քաղաքացին մինչ օրս չի կարող դուրս գալ երկրից։ Խնդրի առնչությամբ նույնիսկ մայրաքաղաք է գնացել դիմել համապատասխանատյաններին, սակայն Սամվել Հակոբյանին տեղեկացրել են, որ հարցը քաղաքային ու մարզային իշխանությունների հետ համատեղ է լուծվելու։ Վարդան Պետրոսյանն էլ ցանկանում է ճշտել քրոջ ու աղջկա փաստաթղթերի հետ կապված խնդիրը։ Վերջիններս տեղյակ են, որ 3 տարով չեն կարող մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք, սակայն ներկա պահին ցանկանում են ճշտել, միգուցե բախտները բերի։ Քաղաքացիներից շատերին հետաքրքրում է արդյոք իրենց նկատմամբ կիրառված դեպորտի կամ վարչական արգելքների ժամկետները կասեցվել են, թե ոչ։ Դեպորտները չեն վերացել, վարչական վտարումները դուրս չի եկել այդ ժամկետները, որքան որ նախատեսված էին նախկինում, արգելքները նույնպես չեն բացվել։ Դրանց հետ կապված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է անհատական դիմումներ ներկայացնեն և իրենց գործերը կքննվեր հատուկ կազմված հանձնաժողովի կողմից։ Մենք ստացել ենք այդ շրջանում անցած տարվանից ուրեմն 3554 դիմում, որից 3225-ը ուղարկվել է Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ միգրացիոն ծառայության խնդրանքով ներողամտություն ցուցաբերել մեր ներկայացված ցանկերում ընդգրկված անձանց նկատմամբ և վերացնել Ռուսաստանի Դաշնության մուտքի արգելանքը։ Ինչ վերաբերում է գործող նոր կանոնակարգին, ապա ԵՏՄ անդամ երկրներում միգրանտի համար հեշտացվել են փաստաթղթային գործընթացները։ Եթե նախկինում միգրանտը պետք է ունենար աշխատանքային թույլտվություն կամ պատենտ,
հետո նոր միայն լեգալ աշխատող համարվեր, ապա տարեսկզբից կատարված փոփոխություններից հետո թղթաբանությունը կրճատվել է։ Բավարար է, որպեսզի աշխատանքի մեկնող միգրանտը իր գործատուի հետ կնքի աշխատանքային պայմանագիր եւ ինքը համարվում է օրինական աշխատող։ Արտոնություններին զուգահեռ հունվարի 10-ից ուժի մեջ է մտել միգրացիոն օրենքի կապված փոփոխությունները, ըստ որոնց առավել խիստ պատիժ կսահմանվի այն միգրանտների նկատմամբ, որոնց Ռուսաստանի Դաշնությունում կացության ժամկետները լրացել են։ Ովքեր Ռուսաստանում կմնան սահմանված ժամկետից 120 օրից ավելի 3 տարով կզրկվեն այդ երկրի մուտք գործելու իրավունքից, 270 օր անօրինական մնալու դեպքում արգելքը 5 տարի է կազմում, իսկ ավելի քան 360 օրվա դեպքում արդեն 10 տարի ժամկետով է արգելք տրվում։ Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործելիս քաղաքացին պետք է լրացնի միգրացիոն քարտ, ընդ որում աշխատանքի նպատակով այդ երկիր մուտք գործելիս պետք է քարտի այցի նպատակատողում լրացնի աշխատանք բառը։ Եթե ինքը չի նշում աշխատանքի դիմաց, իրեն շատ դժվար կլինի ձեռք բերել աշխատանքային պայմանագիր, այսինքն կնքել աշխատանքային պայմանագիր, որտեղ աշխատանքային պայմանագրի ներկայացումը դրված գործատուի վրա։ Միգրացիոն քարտ լրացնելու պահանջից ազատվում են միայն այն քաղաքացիները, որոնց Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ժամկետը չի գերազանցել մուտք գործելու ամսաթվից 30 օրյա ժամկետը։ Ալլա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, Աստարար։ Կառավարության շենքի դիմաց առավոտյան ժամը 11-ից հազարավոր առևտրականներ, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ հանդիպման էին ձգտում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ շրջանառության հարկի մասին օրենքում փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունը կասեցնելու պահանջով։ Կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը նրանց նորից առաջարկել է 10 հոգանոց խմբով բարձրանալ վարչապետի մոտ, սակայն ակցիայի մասնակիցները հրաժարվել են։ Ավելի ուշ, երբ ակցիան համարյա ավարտվել էր, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներն այնուամենայնիվ որոշել են պատվիրակություն ձևավորել, որն առաջիկա օրերին կհանդիպի վարչապետի հետ։ Վարչապետը շենքում չի, աշխատանքային հանդիպմանն է։ Հիմա անցնենք երկրորդ հարցի պատասխանին։ Երկրորդը դեռևս դեկտեմբերի 16-ին ՓՄԶ համագործակցության ասոցիացիան գրավոր առաջարկներ ներկայացրել, առաջարկություններ, որը դեկտեմբերի 16-ի նույն օրը զեկուցվել են վարչապետի
վարչապետի հանձնարարությամբ կարծիք ներկայացնելու հանձնականով ուղղվել է ֆինանսների նախարարություն։ Հատիկ դել բոլոր հարցադրումներին վարչապետին կարծիք ներկայացնելու համար։ Պատասխանը դեռևս ֆինանսների նախարարությունում է։ Արդյոք վարչապետը կստեղծի հնարավորություն հանդիպել ժողովրդի հետ, ոչ թե ներկայացուցիչների, այլ ժողովրդի հետ, ինչ-որ մի ձև ցանկացած ֆորմատով կարծում եմ, որ ժողովուրդը դեմ չի լինի։ Փողոցում կլինի, դահլիճում կլինի, չգիտեմ, միջանցքում կլինի, ժողովուրդն էլ երեկվանից խոստացել է, որ եթե վարչապետը լինի, այսպես համակուշադրությամբ, լուր, կոռեկտության և պարկեշտության սահմաններում կլսի և պատրաստ է լսի վարչապետի խոսքը։ Վարչապետը ինքն է որոշումները կայացնում եւ եթե որոշում կայացնի այս կամ այն ֆորմատով հանդիպելու է, սիրով ձեզ կտեղեկացնի։ Բողոքի մեկ այլ ալիք այս անգամ Նաիրիթ գործարանի հարյուրավոր աշխատակիցների կողմից, ովքեր այսօր բողոքի էին դուրս եկել նախագահական նստավայրի մոտ, որից հետո երթով իջել են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքի մոտ։ Պահանջի բովանդակությունը չի փոխվել, պահանջում են վճարել ամիսներ շարունակ չվճարած աշխատավարձերը, որ միլիոնների են հասնում։ Պարտքը կազմում է 13-ից 15 միլիոն դոլար, մինչդեռ գործարանի գույքը գնահատված է 5-ից 7 միլիոն դոլար։ Գործարանի մամլոյ-պատասխանատու Անուշ Հարությունյանը տեղեկացրել է, որ փետրվարի 6-ից գործարանի 2200 աշխատակից ազատվելու են աշխատանքից, որից հետո 475 կրկին կընդունեն աշխատանքի։ Հարությունյանի խոսքով այսօր իրենք կրճատման խնդիրը չեն բարձրացնում, քանի որ տարիներ շարունակ չաշխատելու արդյունքում նման փաստի առաջ պետք է կանգնեին։ Մասսայական կրճատման խնդիրը չենք բարձրացնում, այսօր մեզ մտահոգում է աշխատակցի հարցը, 3 ամիսը մեկ ամսվա աշխատավարձ են տալիս։ Նաիրիթին իրեն սեղմելով մի կերպ յոլա է գնում, ասել է նա։ Մոտ 1 ժամ սպասելուց հետո նաիրիթցիների պատվիրակությանը ընդունել է նախարար Երվան Զախարյանը։ Նա փետրվարի 2-ին անձամբ գնալու է գործարան քննարկելու աշխատավարձերի վճարման հարցը։ Նաիրիթցիներին նա նաև տեղեկացրել է, որ այսօր ակտիվ բանակցություններ են գնում կառավարության, Նաիրիթի և այսպես ասած հնարավոր գնորդների միջև։ Բողոքի ակցիային գրեթե զուգահեռ խորհրդարանում տեղի ունեցել Նաիրիթի հարցով ենթահանձնաժողովի նիստը, որին նաև մասնակցում է նաիրիթցիներից կազմված պատվիրակություն։ Նաիրիթցիները հանձնաժողովին են ներկայացրել իրենց պահանջները։
Եվ ասեց, որ սրանից հետո ստանալիք ցանկացած գումար, ինչ էլ որ սրանից հետո ստանալու են բոլորը ազատվածները նախորդ և հիմիկվա ազատվողները նույնպես, այսինքն բոլորը հավասարեցվում են ամսի 6-ից հետո։ Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով 3 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մամլոք-արտուղար Սոնա Տրուզյանն ազդարար լրատվականի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ նրանց անունները չեն հրապարակվում ըստ վերջինների ցանկության։ Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ Հայկ Հարությունյանն ավելի վաղ ազդարարին տեղեկացրել էր, որ փաստաբանների պալատի 30 անդամ մասնագիտական օգնություն է առաջարկել Ավետիսյանների հարազատներին, սակայն որոշակի պայմանավորվածություն ձեռք չէր բերվել։ 1994-ին մենք ստորագրեցինք հրադադարի պայմանագիր, 2014-ի օգոստոսին և այս օրերին հակառակորդն անընդհատ փորձում է լարել իրավիճակն ու խախտում է այդ պայմանագիրը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, ընդգծելով, որ նույնիսկ անհաջողությունները չեն ստիպում հակառակորդին հետ կանգնել որդեգրած գործելավոճից։ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության համար այս իրավիճակն անկասկած ընդունելի չէ և հիմա պետք է կտրուկ որոշումներ ընդունել կամ պահպանել հրադադարի պայմանագիրը կամ համապատասխան միջոցներ ձեռնարկելու հակառակորդին պարտադրել խաղաղություն։ Եթե մեր հարևանը չի հասկանում, որ պետք է հետևի հրադադարի պայմանագրին, ուրեմն նրան պետք է պարտադիր կտրուկ պատասխան տալ, ասել է Սեյրան Օհանյանն, ընդգծելով, որ մենք ունենք այդ հնարավորությունները։ Օհանյանը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Արցախում վարժանքի ժամանակ ուղղաթիռի խոցման առնչությամբ զինված ուժերում անցկացվել է ծառայողական քննություն։ Պաշտոններից ազատումներ են եղել, մարդիկ տույժեր են ստացել։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով քննությունը շարունակվում է։ Մեղքը չափից ավելի ոչ թե ուղղաթիռի անձնակազմին է, որը պլանային ուսումնավարժանք թռիչք է կատարել փոքր շեղումով, այլ հակառակորդին է, որը խախտելով հրադադարը խոցել է ուղղաթիռը, ասել է նախարարը։ Ղարաբաղ-ադրբեջանական սահմանին ուղղաթիռը խոցվել էր նոյեմբերի 12-ին, զոհվել էին անձնակազմի 3 անդամ։ Նախարարն անդրադարձել է նաև Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը։ Հանդիպման ժամանակ այդպիսի հարց չի եղել։ Հարց է եղել գործող բոլոր
Հանրապետության և նաև Հայաստանի Հանրապետության հանգիստ թողնենք, որտեղ բավականին լուրջ աշխատանք իրենք ունեն կատարելու և ի վերջո պետք է իմանան պրիմակովն է արդյոք կատարել, թե ինչ-որ ուժեր կան, որոնք կանգնած են նրա հետևում և այլն և այլն։ Այստեղ շատ խնդիրներ կան, որոնք իրենց մեջ գաղտնիություն են պարունակում և մենք ոչ ես, ոչ էլ դուք իրավունք չունենք մտնելու այդ մասնագիտական այսպես մանրունքների մեջ, որ պետք է աշխատեն իրավական ոլորտի ներկայացուցիչներ։ Համոզված եղեք, որ մեր համագործակցությունը Միացյալ զորախմբի կազմում Ռուսաստանի Դաշնության 102-րդ բազայի և Հայաստանի Հանրապետությունից ընդգրկված բոլոր զորամասերի միջև բավականին բարդ մակարդակի վրա է գտնվում։ Այդ դեպքը չի կարող մեր միջև սետ մտցնել, որտեղ մենք ունենք օպերատիվ մարտական պլանավորում և այդ պլանավորման համաձայն բավականին բարձր մակարդակի զորավարժություններ են անցկացում և ցույց են տալիս մեր պատրաստականությունը համատեղ ապահովելու Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրը։ Ընդ որում, բազմիցս անգամ ես ասել և այսօր էլ ասում եմ, որ մեր ունեցած հայկական բանակի ուժերով Ադրբեջանի հետ մենք որևէ մի խնդիր չունենք։ Զորախմբի առկայությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ավելի գլոբալ անվտանգային խնդիր է լուծում տարածաշրջանում, հատկապես հաշվի առնելով մեր հարևանի Թուրքիայի ուրեմն առկայությունը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից և նռնական նետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 գրակոց։ Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլոյցարայությունից։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը առանձնագծում վստահորեն տիրապետում են օպերատիվ
մարտավարական իրադրությանը եւ անհրաժեշտության դեպքում պատասխան գործողությունների։ Այնպիսին է տպավորությունը, որ կան միջազգային իրավունքի սկզբունքներ եւ նորմեր եւ մյուս կողմից միջազգային սկզբունքների ադրբեջանական ընկալում։ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղասուլիսում այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Դավոսում Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ ամբողջ աշխարհում հակամարտությունների կարգավորման հիմքում պետք է դրվեն միջազգային իրավունքի միևնույն նորմերը։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը շեշտել է, որ հենց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն են ընկած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների կողմից արված առաջարկությունների հիմքում։ Ի պատասխան այն կոչերի, որոնք արվել են եռանախագահող երկրների կողմից, նաև այդ երկրների նախագահների մակարդակով Հայաստանը բազմիցս վերահաստատել է իր հանձնառությունն այդ սկզբունքների հիման վրա, հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, ասել է Էդվարդ Նալբանդյանը։ Արտգործնախարարը հավելել է, թե Ադրբեջանն այդպես էլ չի արտահայտել իր դիրքորոշումն ի պաշտպանություն միջազգային իրավունքի սկզբունքների։ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում Հայաստանին առնչվող հարցեր ընդգրկված չէին, սակայն մեր պատվիրակությունը օգտվելով իրեն ընձեռնված ելույթների հնարավորությունից Եվրոպայի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի վարած հակահայկական քաղաքականությանը եւ սահմանային ագրեսիային։ Մեր պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ու Արփինե Հովհաննիսյանը բարձր ամբիոնից հայտարարել են, որ սահմանին տեղի ունեցող դեպքերի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը։ Նաղդալյանը խոսել է Սաֆարովյան հանցավոր գործարքի հայկական ուսումնավարժական ուղղաթիռի խոցման ու սահմանային վերջին միջադեպերի մասին։ Մեր պատվիրակության ղեկավարն իր խոսքը եզրափակել է համոզմամբ, որ խնդիրն այլ կերպ, քան խաղաղ ճանապարհով լուծվել չի կարող։ Որքան արագ Ադրբեջանի ղեկավարությունը դա գիտակցի, այնքան արդյունավետ կլինի բանակցային գործընթացը։ Շահումյանի շրջանով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական դիվերսիոն խմբի անդամներ Դիլհամ Ասկերովը եւ Շահբազ Գուլիևն, ովքեր անցած տարվա դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ եւ 22 տարվա ազատազրկման, մտադիր են բողոքարկել դատավճիռը։ Այս մասին Արցախ պրեսի հետ զրույցում հայտնել են ադրբեջանցի դիվերսանտների փաստաբաններ Էրիկ Բեգլարյանը եւ Արկադի Իսրայելյանը։
Իմ պաշտպանյալը թեև սկզբում մտադիր չէր բռնկելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած վճիռը, բայց այնուամենայնիվ որոշ անհամաձայնություններ ունենալով դատարանի կայացրած որոշման հետ ցանկանում է այն բողոքարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ դատարանում, ասել է ամբաստանյալ Ասկերովի դատապաշտպան Էրիկ Բեգլարյանը։ Ամբաստանյալ Գուրիևի դատապաշտպան Արկադի Իսրայելյանը ևս փաստել է, որ հաշվի առնելով իր պաշտպանյալի պահանջը, վերաքննիչ բողոք կներկայացնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ դատարան։ Արկադի Իսրայելյանի խոսքով բողոքարկման դիմումը ներկայացնելուց հետո օրենքով նախատեսված կարգով այն կքննվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ դատարանի կողմից և դրա հիմնավորված լինելու մասին որոշում կկայացվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հոլոկոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել։ Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասվում է. Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը հիրավի մարդկության պատմության ամենադաժան և ողբերգական էջերից մեկն է։ Հունվարի 27-ը, որը խորհրդանշում է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրումը, Հոլոկոստի չարիքին վերջ դնելու կարևորագույն հանգրվաններից եղավ։ Հոլոկոստի զոհերի ոգեկոչումը և այդ եղեռնագործության դատապարտումը արդիական է այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում շարունակում են գլուխ բարձրացնել ազգային, ռասայական, կրոնական հողի վրա հիմնված ատելության և անհանդուրժողականության ամենատարբեր դրսևորումները, քանի դեռ չի վերացել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կրկնության սպառնալիքը։ Աներկբա ճշմարտություն է, որ ցեղասպանությունների զոհերին մոռացության մատնել է և ժխտողականությունը, հատկապես պետական մակարդակով, այդ ոճրագործության փուլերից մեկն է։ Վերստին խոնարհվելով Հոլոկոստի անմեղ զոհերի հիշատակի առջև, ցանկանում եմ զորակցություն և համերաշխություն հայտնել հրեա ժողովրդին, Հայաստանի հրեական համայնքին։ Հայ ժողովուրդը, որն այս տարի ոգեկոչում է հայոց ցեղասպանության 100-ամյակը, ավելի քան հաղորդակից է հրեա ժողովրդի ցավին։ Վերահաստատում եմ մեր հանձնառությունը համատեղ պայքարելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ, այլևս երբեք ասելու վճռականությամբ։ Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքի տեղի ունեցած հրետանային ռմբակոծությունից հետո տեղի կյանքը բաժանվել է երկու մասի, նախքան ռմբակոծությունը և դրանից հետո, տեղեկացնում է Գազետա Կենտրոն։
Այս միջադեպի հետևանքով զոհվել է ավելի քան 30 դեռ շարունակում է հետաքննությունը պարզելու, թե ով է կանգնած հրետանային հարվածների հետևում։ Մինչդեռ Մարիուպոլի բնակիչները փորձում են շարունակել ապրել նոր պայմաններում։ Մարիուպոլի քաղաքապետը հունվարի 26-ից 27-ը սեքո օրեր է հայտարարել։ Ավելի վաղ Ուկրաինայի անջատողականները հայտնել էին, որ հարձակում են իրականացնում Մարիուպոլի վրա։ Հույն երգիչ Դեմիս Ռուսոսի հուղարկավորությունը տեղի կունենա ուրբաթ հունվարի 30-ին Աթենքի առաջին գերեզմանատանը, որտեղ թաղված են շատ հայտնի մարդիկ, տեղեկացնում է ՏԱՍ գործակալությունը։ Հիշեցնենք, Դեմիս Ռուսոսը մահացել է Աթենքի կլինիկաներից մեկում լույս հունվարի 25-ին։ Նա 68 տարեկան էր, մահվան պատճառները չեն նշվում։ Եվ մեր թողարկման վերջին համացանցում իրարանցում էր սկսվել, վիրտուալ աշխարհը կրկին փակվել էր բազմաթիվ օգտատերերի համար։ Այսօր առավոտյան ժամը 10:24-ից Facebook սոցիալական ցանցը չէր գործում, չէին թարմացվում նաև բջջային հավելվածները և Facebook Messenger հավելվածը։ Բոլոր կայքերից անհետացել էր կիսվել հղումների հնարավորությունը։ Չէր գործում նաև Instagram-ը, որը պատկանում է Facebook-ին։ Նման երևույթ մեկ անգամ ևս արձանագրվել էր 2014-ի օգոստոսին, երբ Facebook-ի միլիոնավոր օգտատերեր բարդությունների առջև կանգնեցին և վնասներ կրեցին։ Ժամը 11:07-ի դրությամբ սոցցանցերի աշխատանքը վերականգնվել է։ Facebook-ի օգտատերերը ժամանակ առ ժամանակ նաև բախվում են մեկ այլ խնդրի։ Սոցցանցի միջոցով վիրուսակիր հաղորդագրությունների զանգվածային հոսք է լինում։ Facebook ընկերությունն ավելի ուշ հանդես է եկել հայտարարությամբ, ասելով, որ LaserSquared խումբը պատասխանատու չէ սոցիալական ցանցի աշխատանքի խափանման համար։ Նշվել է, որ սա երրորդ կողմի հարձակման արդյունք չէ, այլ տեղի ունեցել, երբ փոփոխություն են կատարել, որն ազդել է իրենց կոնֆիգուրացիոն համակարգի վրա, որից հետո խնդիրն արագ լուծվել է։ Այսքանը նախատեսել էինք այժմի համար, այժմ հետևեք մամուլի տեսությանը, իսկ ես հրաժեշտ եմ տալիս